Ժողովուրդը ես նախորդում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև այսօր Զուգարանում մարդ չի սպանվելու։ Որ մենք համբերատար և լսում են, որ գալիս է ինչ է ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք էլ մեր ասելիքը պետք է լսեք։ Այս էլեկին ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են, սենց մասկեքով, թե մեր հայրենիքը, որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, այդ կամերայի դեմից են կողմ գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, որ մեր հայրենիքը ձերի տարել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա խոսակ, դուք ով եք արա ստահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով է սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ կաք ասեք 5000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի փախնեք, մենք էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չկարենա դուրս գա, դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան, ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ, 2 բառ նախադասություն անել, գլխից կգրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք, ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվե, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն էլ, Կալուգացիներ, Գագոնել, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ և պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղել, Ղարաբաղը պատանդա եղել, որ Հայաստանը այդ ծխածած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պտի կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրան ձեռքում գործիք է մեր ժողովրդին ստրկացնելու։ Մենք ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում, ձեզնից ոչ մեկը
իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել լեգիտիմության այն աստիճանը, դրա 10% դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, մենք պայքարել ենք և պայքարում ենք, ինձ այսօր մեղադրում են թրքամետության և ադրբեջանամետության մեջ, ես Հայաստանի վարչապետ եմ, ով հասկանում է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության պետք է օգնություն, առանց կողմնակի օգնության և աջակցության պետք է կարենանք ապրենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ, մենք լինելու ենք կաշկանդված, մենք չենք լինելու պետություն, այսօր նրանք տրաքում են դրանից, որ մենք ի վերջո դարձել ենք պետություն, այսօր տրաքում են նրանից, որ երբ որ Հայաստանի հարց կա, Հայաստանի հետ կապված, Հայաստանին են հարցնում, իսկ նախկինում Հայաստանի հետ կապված հարցերի մասին Հայաստանին չէին հարցնում, Հայաստանին տեղեկացնում էին, այո մենք պատերազմ ենք անցել, զոհենք ունեցել, այո ունեցել ենք, բայց այդ մենք այդ ամենի միջով անցնելով ձեռք ենք բերել պետություն և անկախություն և այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է իմանա, որ իր որդին, իր զավակը ընկել է, որ իր պետությունը հարատևի, որ իր պետությունը անկախանա, դառնա իրական պետություն, դառնա բարեկեցիկ, դառնա ազատ, դառնա երջանիկ և այսօր մենք ազատ ենք, հիշում եք մեկը կար, Գագոյի մեծ աղբերը, որի մի փախած տղուն է պահում, Բելարուսում, Գագոն ասում է տղես ընտրությունից հետո կգա, հույս ունեն թե ընտրակաշառքով Հայաստանում հետ են գալու ինքը Ռոբերտը Սերժեի դեմս կալուգացու ու իրանք, ես այդ մարդկանց ասում եմ, այս խոսողները սահմանին հանուն Հայաստանի անվտանգության մի հատ կրակոց չեն արել, իրանք կրակել են Աբովյանում, իրանք կրակել են Քանակեր Զեյթունում, իրանք կրակել են Արաբկիրում, իրանք կրակել են Տեցի կռուգում, իրանք կրակել են Երևանի կենտրոնում, հիմա իրանք այդ բոլոր տեղերը թաքուն են ման գալիս, թաքուն, որովհետև գիտեն, որ պատերով կտանք, մեկը թպրտա, պատերով կտանք, և իրանք դուրս են եք իրանք բեսպրեձելի իշխանությունն են ուզում, բայց ես էլի ասում եմ, ես իմ քաղաքական ուղերձն եմ աղում, որոշողը ժողովուրդն է, ես ոչ մի խնդիր չունեմ, ժողովուրդը ոնց կորոշի, ինչ կորոշի, մենք հլու հնազանդ ենք ժողովրդի որոշմանը, ուզում է Գագոյին, ուզում է Ռոբի Սերժը, Ռոբա Սերժերին ուզում է, որ Հայաստանը դառնա Կալուգայի Նիժնի Տապրի գյուղի կարգավիճակի բնակավար, ես խնդիր չունեմ ժողովրդի ընտրության հետ, բայց ես պայքարելու եմ միշտ հանուն Հայաստանի անկախության և ազատության, ինչպես նախկինում։ Տիկինը ասում է ինչ է կարել և ընդհանրապես այդ առոգանտ ոճը եկել է Հայաստանի վարչապետի առաջ կանգնել է խոսում է, ես էլ ասում եմ ասեք, մեկ է թողում գնում է, ուր ես գնում, մի րոպե սպասի, ասելիքդ ասեցիր, հնա լսի պատասխանը, նախ շնորհակալություն ասա, որ հիմա Պոտակա զուգարանում գլուխը չեն զղկում, շնորհակալություն ասա։ Երկրորդը ասում են ինչ են արել, ասում են գիտությունների թեկնածու եմ։ Վերջին 2017 թվականից սկսած Հայաստանում գիտության ֆինանսավորումը 3 անգամ ավելացել է։ Ռոբիկն ու Սերժը Հայաստանում, Լևոնն էլ հետը, Հայաստանում գիտական հիմնարկները սարքել էին մի հատ ավերակ։ Մենք վերջին տարիներին Հայաստանի գիտական հիմնարկներին այնքան
գիտական տեխնիկա ենք մատակարարել պետական բյուջեի միջոցով նախորդ 30 տարիներին այդպիսի գիտական սարքեր եւ սարքավորումներ երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել Երևանի պետական համալսարանում այսօր սուպերկոմպյուտեր կա պետական բյուջեի միջոցներով այսօր գիտության ոլորտի ֆինանսավորումը գիտության ոլորտում աշխատավարձերը մինչև 300%-ով ավելացել է մինչև 300%-ով Այս ենք մենք արել առողջության ապահովագրություն ենք ներդրել 65 տարեկան պլյուս մարդիկ որ հիվանդանոցների դռներին տարիներով մնում էին այսօր մտնում են վիրահատվում են դուրս են գալիս մի լումա չեն վճարում իրանց պետությունն է իրանց համար վճարում Ինչ ենք արել 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16000 դրամ էր 16000 դրամ մենակ հացի հերիք չէր ու այն վաղտ ինչ էին ասում այն ժամանակ ասում էին դե Ղարաբաղի համար բանակի համար տեսանք այդ բանակը ինչքան իրանց քաղաքական կողմնակիցներ կար իրանց հորողբոր տղեկին աղբոր տղեկին ուսերներին պագոններ էին դրել ու զինվորների ծնողներին հարստահարում էին 30 տարի այդ բանակի սպաների այն հատվածը որը իրանց հետ ուղիղ կապ է ունեցել այդ հատվածը բանակի հետ ոչ մի կապ չի ունեցել Հայաստանի ժողովուրդը ուղարկել է փողը սնունդը կոշիկ ամեն ինչը նրանք նստած են եղել լափամանի վրա իսկ երբ որ կռվելու պահն էր իրանց նման խոսողները 300-ի տակ արանքը ճղեցին եւ փախան զինվորներով թողնելով մենակ եւ անկառավարելի Հիմա եկել են ասում են 5000 զոհ ասում եմ Կալուգացի Ռոբ Գագո հիմնավորեք 5000 թիմը հիմնավորեք Եթե չհիմնավորեք ձեզնից պատասխանը պահանջելու ենք մենք ձեզնիկ անձամբ պատասխանը չհիմնավորեցիք ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու ասում եմ ժողովուրդը ձեզ ծնկի է բերելու կոնկրետ ասում եմ Ռոբերտ Կալուգացի Պրոբելարուս եւ սրանց արանքներում ոտերի տակ ընկնող Սերժ 4-ը տել Հայաստանից փախնելու հնարավորության երանի եք տալու ոչ մեկը չէ փախնելու ձեզ սպասում է երկարատև կյանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հարմարավետ պայմաններում քրեակատարողական 4 տարբեր հիմնարկներում եկել խոսել են բայն կալուգացուն նայեք այդ հոսանքի գողին նայեք Մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել բնակիչների վրա ավել տասնյակ միլիարդավոր դրամների ավել հոսանք է գրել բնակչության վրա մանկապարտեզների վրա զորամասերի վրա բնակիչների վրա պետական հիմնարկների վրա ու եկել են ներկայանում են ու հիմա մտածում է որ այդ գողացածը կարա ժողովրդին որպես ընտրակաշառք բաժանի որ իրա ձեռից այո մենք վերցրել ենք կոպեկներով սեփական աշնորհված Հայաստանի էներգետիկ ցանցերը նրանք ուզում են եւ դա լինելու է պետական այլևս անխուսափելի է ձև չկա միակ ձևն է նա որ իրանք կանան հեղափոխություն անեն եւ հետ վերցնեն այո մենք Գագոյի Փեսայի Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի դղյակը մեծ հողատարածքով այլևս իր սեփականությունը չի ժողովուրդ այլ ժողովրդի սեփականությունն իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ այդ տունը առանձնատունը ծառայելու է սոցիալական նպատակի մի որևէ սոցիալական ծրագիր ենք այնտեղ անելու կարող է ծերերի խնամքի կենտրոն անենք կարող չգիտեմ ինչ որ մի բանի պետքա ծառայեցնենք հենց սոցիալական նշանակությամբ մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ենք հետ բերել հարկային դաշտ այսօր մեկ պետությունը բաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Եվ 2018-ից 2026 թվականը ԶՊՄԿ-ն 300 միլիարդով ավելի գումար ավճար է պետական բյուջե, քան նախորդող շրջանում։ 300 միլիարդ։ Այս այն գումարն է, որ գնում էր նախկինում քրեա օլիգարխիայի գրպանը։ Մենք 2018 թվին լրացուցիչ բյուջեի նախորդիվ բնականon աճը հանած 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք բերել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 6.6 միլիարդ։ Ինչ են կարել այդ գումարները։ Մենք մենակ 1 միլիարդ դոլարի աջակցություն ենք տվել եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերող ընտանիքներին եւ անձանց, ովքեր առաջնային շուկայում բնակարան են ձեռք բերել։ Մենք 50 միլիարդի աջակցություն ենք տրամադրել, այսօր որ Երևանի փողոցներում տեսնում եք բոլորովին նոր մակնիշի բեռնատարներ։ Հիշում եք դուք, հիմա ո՞վ է հիշում, 18 թվի դրությամբ Հանրապետությունում ինչքան տարակած բեռնատար կար, կռաստո չգիտեմ ինչ, 70 թվի, 63 թվի, դուք այսօր Երևանում տենց ավտո ընդհանրապես տեսնում եք, այդ ինչ եղավ, այդ ոնց փոխվեց։ Մենք 50 միլիարդի սուբսիդավորել ենք լիզինգի ծրագրով, եւ այսօր ընկերություն չկա, որ այդ ծրագրից օգտված չի, ասում եմ, նույնիսկ կալուգացու նկարներով ավտոբուսները ձեռք են բերել հեղափոխության շնորհիվ, ձեռք բերված ավտոբուսներով, եթե ծրագիր չէր ելնելու, հիմա այդ նկարները պազիկի վրա էին ելնելու, պազիկի վրա։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նվազագույն սպառողական զամբյուղից ավելի բարձր է միջին կենսաթոշակը։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ։ 2022 թվին առաջի անգամ, երբ որ նվազագույն թոշակը համապատասխանել է նվազագույն պարենային զամբյուղին։ Եվ սա է իրողություն, այսինքն որ թոշակառուն գոնե ծերը ծերին հասցներ, կարենար հաց առներ։ Այսօր մեր թոշակով թոշակառու ոչ միայն հաց կարա առնի, այլև կարա կողքից էլ տարին միզույք է կոշիկ առնի։ Տարին մի հատ էլ նոր բաժակ առնի իր համար, թեյ խմելու համար, մի հատ էլ բաժակ առնի սուրճ խմելու համար։ Սա մեր երազանքի գագաթնակետը չի, ժողովուրդ։ Բայց էսա եղել 16,000-ից մենք նվազագույն թոշակը դարձել ենք 46,000 չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը, անկանխիկ առևտրի դեպքում, այսինքն մենք նվազագույն թոշակը համարյա այդ էլ հաշվի առնելով եռապատիկից համարյա քառապատկել ենք։ Բայց ամենակարևորը, այս ամեն ինչ շատ կարևոր է, բայց մեր ասելիքի ամենակարևորը, էլ չեմ խոսում դպրոցների եւ մանկապարտեզների մասին։ 500 մանկապարտեզ, տասնյակ բնակավայրերում, մենք մանկապարտեզներ ենք կառուցել, որ այդ բնակավայրերը իրանց պատմության ընթացքում մանկապարտեզ չեն ունեցել երբեք, գյուղեր, որ իրանց պատմության մեջ մանկապարտեզ չեն ունեցել։ Մենք այսօր 500 մանկապարտեզ ներառյալ այստեղ այդ մանկապարտեզները կառուցում ենք։ Սա կարևոր է ոչ միայն երեխեքի համար, այլև երիտասարդ մայրիկների համար է կարևոր, որի որջո կարողանան զբաղվել իրանց կրթությամբ, իրանց աշխատանքով եւ վերջո ավելի մեծ ներդրում ունենան իրանց ընտանիքների բարեկեցությունը ապահովելու գործում։ Բայց Ժորժ ջան, այս ամեն ինչ շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր ասելիքը այս նախընտրական քարոզարշավի ընթացքում հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է վիժեցնի խաղաղություն, ուզում է վիժեցնի, ուզում է մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Ինչի է ուզում ժողովուրդ, մեզ վերադարձնի կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Որտեվ կոնֆլիկտը նշանակում է, որ մենք պետք է գնանք արտաքին աշխարհից օգնություններ խնդրենք։
Այսօր մենք խաղաղության պայմաններին ոչ մեկից օգնություն խնդրելու կարիք չունենք, որովհետև մենք աշխատում ենք մեր հարևանների հետ, հա, թուրքերի հետ աշխատում ենք, ժողովուրդ ջան, ադրբեջանցիների հետ աշխատում ենք, որովհետև մեր պատմական փորձը եղել է հետևյալը, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել ում հետ, Ավստրալիայի հետ ընդհանրապես ոչ մի ռիսկ 100%-ով երաշխավորել ենք խաղաղությունը, 100%-ով, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Ուրուգվայի հետ, Մեքսիկայի հետ, որոնց հետ ոչ տեսականում, ոչ գործնականում պատերազմը հնարավոր չի։ Իսկ ընդեղ մենք պատերազմելիս ում հետ պետք է պատերազմենք։ Կարող է մենք Ավստրալիայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Կարող է մենք Արգենտինայի հետ պատերազմի ռիսկ ունենք։ Չունենք։ Բայց մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պայմանավորվենք մեր հարևանների հետ։ Հակառակ դեպքում պատերազմա։ Ես էլի ասում եմ, ժողովուրդը ընտրում է պատերազմը։ Թող ընտրի, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը նշանակում է ընտրել պատերազմը։ Ինչի՞։ Որովհետև այդ մարդիկ ասում են խաղաղություն, այս խաղաղությունը լավը չի։ Մենք լավ խաղաղություն ենք հաստատելու։ Այդ նշանակում է եղած խաղաղությունը դնել կողքի։ Իրանք տեր չեն կանգնում խաղաղությանը։ Ասում են սա անարժանապատիվ խաղաղություն է։ Այսինքն ասում են սա անպիտան խաղաղություն է, նշանակում է իրանք այս խաղաղությունը դնելու են կողքի, երբ որ խաղաղությունը դնեն կողքի, բացվելու է պատերազմի դաշտը, խոսում են Ղարաբաղը հետ բերելուց, տիկինն ասում է մեր երեխեքին կոտորեցիք, էլի իրանց երեխեքին չեն կոտորելու Ղարաբաղը հետ բերելու անվան տակ, իրանց երեխեքը ոչ կոտորվել են, ոչ կոտորվում են, ոչ էլ կկոտորվեն։ Ես իմ երեխան չեմ, իմ միակ որդուն չեմ խնայել, կառավարության պատվալում չի եղել Ռոբի ու Գագոյի մյուսների լակոտների նման պիստոլետները ջեբը դրած, որ ներքեն ռազմորկաներ անեն։ Կալուգացի օլիգարխի լակոտները որտեղ են եղել, մեկը կա մանյակը, սեքսի նախարարը, որտեղ է եղել պատերազմի ժամանակ։ Արա դուք տանը վաբշե ինչի մասին եք խոսում, արա։ Ինչի մասին եք խոսում։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, կկտրեմ արա։ Համբալներ, դուք Նիժնի Տապրիից եկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր եք տալիս։ Երևում է, որ ձեզ համապատասխան տեղերը այնքան սեքսի դաս են տվել, տպավորվել ան տնով տեղով, ամբողջ ցեղով։ Գիշեն արա սրանք։ Արա դուք հասկանում եք ես ուր եք եկել վաբշե արա։ Դուք հասկանում եք ես ուր եք եկել վաբշե արա։ Հերիքարա ձեր քերու կնանոց խրգեք, ձեր ցեղերում տղամարդ չկա արա մեկը գա։ Են օրնել աջապնյակում հոպարի կնգան են խրգել, այսօր քերու կնգան են խրգել, արդեն կսկսեն իրաց կնանոց խրգել, ձեր ցեղում տղամարդ չկա, եկեք արա տենամետով քերեք արա, եկեք։ Այդ մասկա հակած Ղարաբաղի ակցենտովներն եք, ով եք դուք այ համբալներ, այ փախածներ, այ ստահակներ, այ դավաճաններ, այ փախածներ, դուք կռիվը սկսել եք կես ժամ հետո արդեն բանում եք եղել, Երևանի կենտրոնի կաֆեի պատվալներում եք եղել, դուք ով եք արա որ մասկա հակնեք և մեզ սպառնակ, թե մենք հայրենիք ենք կորցրել, մենք հայրենիք ենք ձեր բերել արա, մենք մեր Հայաստանը խլել ենք ձեզանից, վերադարձել ենք ձեզանից և ձեր տերերից, որովհետև դուք մեզնից խլել եք մեր հայրենիքը, մեր պետությունը, մտքներովը չանցնի արա, մտքներովը չանցնի, թե չես ընտրությունը լրիվ ուրիշ բանի կվերածվի արա, գնացեք վեր ընգեք ձեր տները և դուրս չգաք, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով,